Հարց համար 10։ Շնորհակալություն, հարգելի պարոն Գրիգորյան, հարգելի գործընկերներ, ներկայացնում եմ ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի հերթական բարեփոխման փաթեթը, որը նպատակ ունի լավարկելու արդեն իսկ մեծ թափ հավաքող եւ ուսուցիչների վարձատրության էական բարձրացման բերած ծրագիրը եւ միջև կոնկրետ փոփոխություններին անդրադառնալը թույլ տվեք մի քանի ցուցանիշ ներկայացնեմ, որը նաեւ տալիս է ընդհանուր պատկեր այս ոլորտում կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ ու մասնավորապես գիտեք, որ կառավարության ծրագրի առաջնահերթ ուղղությունն էր ներդնել մեխանիզմներ, որոնք մի կողմից կխրախուսեին ուսուցիչների մասնագիտական զարգացումը, մյուս կողմից էլ այդ մասնագիտական զարգացման արդյունքները ճանաչելով կբերեին վարձատրության բարձրացման։ Ու պետք է մի թվային ցուցանիշից սկսեմ, որը այն ցուցանիշն է, թե ինչքան միջոց էր պետությունը ուղղում այս նպատակին, օրինակ 2018 թվականին, 2018-ին մենք ունեինք ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ հավելյալ խրախուսման ընդամենը մեկ ծրագիր, որին հատկացված էր 263 միլիոն դրամ, 2025-ին մենք արդեն ունենք 5 ծրագրեր այս ուղղություններով, որոնցից խոշորը իհարկե կամավոր ատեստավորումն է եւ 2025-ին միայն ուսուցիչների հավելյալ խրախուսման ծրագրերի վրա պետությունը ուղղել է ավելի քան 15 միլիարդ դրամ։ Եվ սա նշանակում է, որ սա մեր կայուն ու հետևողական քաղաքականությունն է եւ սրա արդյունքում նաեւ այսօր մենք ունենք 9602 ուսուցիչներ, որոնք արդեն իսկ հաջողությամբ հաղթահարել են կամավոր ատեստավորման գործընթացը, դրանք մեր ուսուցիչների շուրջ 31%-ն են եւ արդեն իսկ բարձրացված վարձատրություն են ստանում, նրանց վերջի խումբը միացավ այս գործընթացին անցած տարեվերջին եւ հունվարին արդեն առաջին անգամ կստանա հավելավճարները։ Պետք է նշեմ, որ կամավոր ատեստավորման այս ցուցանիշները միևնույն ժամանակ չեն չեղարկում անընդհատ գործընթացը դիտարկելու եւ լավարկելու մեր հանձնառությունը եւ անընդհատ խոսակցությունները, անընդհատ քննարկումները նաեւ բերում են շարունակական փոփոխություններ։ Հիմա ինչ փոփոխություններ ենք առաջարկում այս նախագծով։ Այս նախագծով մի քանի կարգավորումներ վերաբերում են արդեն գործող ուսուցիչներին եւ մյուսները վերաբերում են այն մարդկանց, ովքեր ուզում են ուսուցիչ աշխատել։ Մասնավորապես կարգով նախատեսված փոփոխություններով մենք նախատեսում ենք, որ ուսուցչի կողմից իրականացվող անհատական բաղադրիչի ժամերի վրա եւս կտարածվի ատեստավորման արդյունքների վարձատրությունը։ Ինչ է սա նշանակում, մեր ուսուցիչները բացի իրենց առարկաները դասավանդելուց նոր չափորոշիչի համաձայն նաեւ կարող են վարել խմբակներ, կարող են ունենալ նախագծային աշխատանքներ, որը կրթության անբաժանելի եւ շատ կարեւոր մասն է եւ հետեւաբար եթե ուսուցիչը բացի օրինակ ֆիզիկա առարկան դասավանդելուց նաև ֆիզիկայի նախագծային աշխատանք է ղեկավարում, ապա այս ժամերը նույնպես կհաշվեն։ Բնականաբար կարգավորում ենք այն իրավիճակը, երբ որ ուսուցիչը արդեն երկրորդ կամ երրորդ անգամն է մասնակցում ատեստավորմանը եւ այս պարագայում ֆիքսում ենք, որ եթե հավասար արդյունք ցուցաբերի, ապա ուսուցչի հավելավճարի չափը կպահպանվի եւ կսահմանվի նոր հնգամյա ժամկետ, պետք է հիշեցնեմ, որ եթե դրույքաչափը փոխվում է անժամկետ, ապա հավելավճարը գործում է 5 տարի ժամկետով։ Այսինքն եթե երկրորդ անգամ մասնակցեց եւ ունեցավ հավասար արդյունք, հավելավճարի չափը պահպանվում է, բայց նոր հնգամյա ժամկետ է սահմանվում։ Եթե ավելի ցածր հավելավճարի արդյունք է ցույց տալիս երկրորդ անգամ, հավելավճարը նախորդ ավելի բարձր արդյունքի չափով է պահպանվում, բայց արդեն նախորդ անգամ սահմանված ժամկետի չափով եւ բնականաբար ավելի բարձր հավելավճարի իրավունքի դեպքում երբ որ նոր մասնակցությունը ավելի բարձր արդյունք է ունեցել, ապա նոր ժամկետ է սահմանվում նոր հավելավճարի չափով։ Երկրորդ խումբ փոփոխությունը, որը վերաբերում է ուսուցիչ աշխատելու ցանկություն ունեցող մարդկանց, հիմնվում է Հանրակրթության օրենքի վերջին փոփոխության վրա։ Մասնավորապես ես ուզում եմ հիշեցնել, որ Հանրակրթության օրենքում վերջին տարիներին մենք մի քանի փոփոխություն արեցինք, ճկունություն ցուցաբերելով եւ հնարավորություն տալով, որ եթե ուսուցչի մրցույթը չի կայանում, ապա դրան կարող են մասնակցել նաեւ տվյալ ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող, մանկավարժի որակավորում չունեցող եւ կոնկրետ դասընթացներ մանկավարժահոգեբանական հմտությունների ուղղությամբ անցած մարդիկ։
Վերջին փոփոխությամբ օրենքով մենք սահմանեցինք, որ եթե ունեն հարակից ոլորտի մասնագիտական կրթություն բարձրագույն եւ տվյալ առարկայի ոլորտում 40-ից 79 կրեդիտ, եթե կամավոր ատեստավորված են, ապա նույնպես կարող են աշխատել ուսուցիչ եւ այս խմբի համար հիմա ստեղծում ենք հնարավորություն կամավոր ատեստավորմանը մասնակցելու։ Երկրորդ խումբը մեր ուսանողներն են։ Մենք հանրակրթության օրենքի փոփոխությամբ հնարավորություն էինք տվել, որ եթե ուսուցչի մրցույթը չի կայանում, ապա մանկավարժական կրթություն ստացող ուսանողը կրթության վերջին տարում կարողանա դասավանդել։ Հիմա մենք այս ուսանողներին հնարավորություն ենք տալիս նաև կամավոր ատեստավորման մասնակցել։ Սա ինչու եմ կարևոր համարում, որովհետև յուրաքանչյուր տարի կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցում են նաև այդ պահին ուսուցիչ չաշխատող մարդիկ, օրինակ այս տարի 500-ից ավել նման մարդ է մասնակցել կամավոր ատեստավորմանը, նրանք ունենալով նաև արդեն ատեստավորման արդյունքը, գիտեն, վստահություն ունեն, որ բարձր վարձատրություն են ստանալու եւ այդ ատեստավորման արդյունքը ունենալով արդեն դիմում են ուսուցչի աշխատանքի համար։ Եվ այս կարգավորումները բնականաբար նոր հնարավորություններ կընձեռեն ու կլավարկեն եղած գործընթացը։ Խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։ Գինանդերսյան, օրակարգում էլի ունենք նմանատիպ հարց չէ, որ հաստատեցինք, եթե դժվար չի մի քիչ էլ դրա մասին պատմեք, որ ամբողջական լինի պատկերը։ Շատ լավ, պարոն Գրիգորյան, սիրով, հատկապես որ խոսքը վերաբերում է մեր արտադպրոցական հաստատությունների մանկավարժներին, արվեստի, սպորտի դպրոցների մեր մանկավարժներին, որոնք նույնպես 2023 թվականից գիտեք, որ ատեստավորման հնարավորություն են ստացել էլի կամավորության հիմունքներով եւ 23 թվականից սկսած մենք այս գործընթացը իրականացնում ենք ու կառավարության չզեկուցվող հարցերից մեկով նաև լավարկեցինք գործող կարգը, որով նաև համատեղությամբ աշխատելու դեպքում նրանք կկարողանան համատեղության վայրից նույնպես ստանալ լրավճար, եթե նույն ուղղությամբ են դասավանդում համատեղության վայրում։ Այս հստակեցումը այս պահին կարող է վերաբերել շուրջ 290 մանկավարժների, որոնք արդեն ատեստավորված են, դրանք արվեստի դպրոցների, երաժշտական դպրոցների, գեղարվեստի դպրոցների եւ սպորտ դպրոցների մեր ուսուցիչներն են։ Ընդ որում պետք է նշեմ, որ 25 թվականին ատեստավորումը մենք իրականացրել ենք ամբողջությամբ նոր ուղղություններով եւ ըստ էության արդեն շատ մեծ թվով մարդիկ կարողացել են մասնակցել 77.2%-ը ատեստավորված մանկավարժների արվեստի ոլորտի ներկայացուցիչներն են եւ 22.8%-ը սպորտի ոլորտի։ Ես հուսով եմ, որ մեր մարզադպրոցների մարզիչները ավելի ակտիվ կլինեն այս տարի եւ մենք ավելի մեծ մասնակցություն ու ցուցանիշներ կունենանք նաեւ սպորտի ոլորտից ու պետք է հիշեցնեմ, որ քանի որ այստեղ շատ տարբեր են մեր արտադպրոցական հաստատությունները եւ համայնքային մարզադպրոցներն ու արվեստի դպրոցները շատ տարբերվում են նաեւ իրենց դրույքաչափերով, մենք ֆիքսված հավելավճարներ ենք տալիս, ոչ թե տոկոսային, ինչպես կամավոր ուսուցիչների կամավոր ատեստավորման դեպքում էր, եւ 90-ից 100%-ի պարագայում ստանում են 138.300 դրամ հավելավճար պետական բյուջեից, 80-ից 89%-ի պարագայում 111.500 դրամ հավելավճար եւ 70-ից 79%-ի պարագայում 80.600 դրամ հավելավճար։ Իհարկե սա դեռևս շատ սպეციფიկ ուղղություններ պարունակող ոլորտ է եւ մենք կան ոլորտներ, որոնց կանդրադառնանք այս տարի, ուղղություններ թե արվեստում, թե սպորտում եւ հույս ունեմ, որ այս տարվա արդյունքներով շատ ավելի մեծ թվով մարդիկ կօգտվեն այս հնարավորությունից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Տիկին Անդրեասյան, հիմա մեր մոտ կա տեստ եւ բանավոր, հա, գործընթացը երկու բան ունի, երկու ֆրագմենտ ունի։ Պարոն Գրիգորյան, կամավոր ատեստավորումը բացառապես թեստ է ենթադրում, ընդ որում 24 թվականից ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով ենք իրականացնում, այսինքն ուսուցիչը նստում է համակարգչի դիմաց, հենց այդ պահին սեղմում է, ձևավորվում է իր համար թեստը, որը տարբերվում է իր կողքը նստած ուսուցչի թեստից, առաջադրանքները նույնն են, բայց հերթականությունը տարբեր է եւ այդ իմաստով յուրաքանչյուրի թեստը ունիկալ է եւ լրացնում է էլեկտրոնային համակարգում, ավարտում եւ միանգամից տեսնում նաեւ արդյունքը։ Սա էապես հեշտացրել է եւ նրանց համար էլ պարզ է դարձրել գործընթացը, ինչ վերաբերում է այլ հմտություններին, որտեղ թեստով մենք ստուգում ենք առարկայի
իմացությունը։ Բայց մենք ունենք նաև տարակարգի մեխանիզմ, որը եւս միջև 50% հավելավճարի հնարավորություն է տալիս, եւ այստեղ ստուգվում են ուսուցիչների մանկավարժական հմտությունները, ինչքանով են կարողանում դասը ճիշտ պլանավորել, սովորողներին հետադարձ կապ տալ, բոլորին ներգրավել դասավանդման գործընթացում եւ տարակարգի համար ներկայացնում են բոլորովին այլ փաթեթ, որի մեջ ներառվում է նաեւ իրենց դասի տեսագրությունը, որևէ դասերի եւ դա առանձին փորձագիտական խմբի կողմից ուսումնասիրվում է զուտ մանկավարժական հմտությունների տեսանկյունից եւ դրա արդյունքում ուսուցիչները տարակարգ են ստանում, որը կարող է լինել առաջինից մինչև 4-րդ աստիճան։ Իսկ այդ տեստավորման գործընթացով է կազմակերպում։ Տեստավորման գործընթացը էլեկտրոնային համակարգը կառավարում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որը մեր ոլորտի մասնագիտացված կառույցն է, թվայնացման ուղղությամբ աշխատող, թեստերի բովանդակությունը մշակվում է գնահատման եւ թեստավորման կենտրոնի կողմից, բնականաբար ներգրավելով փորձագետների ըստ ոլորտների։ Շատ լավ։ Այսինքն մենք վստահ ենք, չէ՞ որ դա on-line համակարգ է, որի տված արդյունքները արդար են եւ որևէ միջամտություն ու տեխնիկապես էլ հնարավոր չի որ տեղի ունենա տեստավորման գործընթացը։ Համակարգում ամեն ինչ գրանցվում է, պարոն Գրիգորյան, եւ այդտեղ հնարավոր չի մենք առաջին անգամ, երբ որ էլեկտրոնային համակարգով արեցինք 24 թվականին, ունեցել էինք դեպք, երբ որ մի ուսուցիչ փորձել էր այլ ուսուցչի փոխարեն լրացնել, ամուսիններ էին եւ երկուսն էլ գրանցվել էին ատեստավորման։ Կինը ամուսնու համար, թե ամուսինը կնոջ համար։ Կինը ամուսնու համար։ Եվ այդ դեպքը բնականաբար բացահայտվեց, համակարգի հանդեպ մենք շատ ուշադիր ենք եւ թվային համակարգը որևէ խնդիր չի կարող առաջացնել։ Այս տարի 7200-ից ավել մարդ է մասնակցել եւ դա բավական մեծ թիվ է, որպեսզի մենք վստահ լինենք, որ դա ոչ թե ուղղակի փորձարկված է, այլ գործող համակարգ է ու եթե որևէ խնդիր լիներ, ապա պարզ կդառնար։ Շատ լավ։ Դուք հետևում եք, չէ՞, այդ մասին տիկինը։ Շատ ուշադիր։ Ես իմ կարծիքով մենք նախարարությունը որ քննարկում էինք ձեզ մոտ այս վերջի հանդիպման ժամանակ, իմ կարծիքով այդ ամենաբարձր բալ ստացող հարգարժան ուսուցիչների, մանկավարժների մոտիվացիոն խթանը շատ ցածր է։ Ես լսեցի, որ դուք ասեք 13 ուսուցիչ, 700,000 դրամ, ես կարծում եմ այդտեղ մտածելու բան ունենք, եթե իրոք այդ բարձրագույն բալը մեր տեսանկյունից ինքը բավականին բարդ հաղթահարելի է, այդ դեպքում այն մարդիկ, որոնք դա հաղթահարել են, պիտի շատ ավելի էական մոտիվացիոն համակարգեր շատ ավելի էական լինի այդ արդյունքի դիմաց փոխհատուցումը։ Դա նախ ամբողջ համակարգի մոտիվացիան կփոխի։ Եվ երկրորդը այնուամենայնիվ դա մարդիկ են, որոնց բոլորը պիտի ճանաչեն, որովհետև տենց հեշտ չի, ընդամենը 13 հոգի, բայց կարծում եմ, որ մենք մի քիչ ավելի շատ ուշադրություն պիտի դարձնենք։ Այդ թվում ֆինանսական չթաքցնեմ։ Պարոն Գրիգորյան, մենք երբ որ համակարգի շուրջ քննարկումները ունենում էինք, մեր նպատակներ, ինչու է այս հնգամյա ժամկետը սահմանվել։ Մենք նպատակ ունեինք առաջին շրջափուլից հետո, առաջին 5 տարուց հետո, նաև վերանայել դրույքաչափը, որից կախված էլ նաև տոկոսները եւ հավելավճարները կփոխվեն։ Հիմա դրույքաչափը փոխվում է ուսուցիչների համար, ովքեր ատեստավորվում են, դառնում է 200,000 դրամ։ Մենք արդեն իսկ առաջարկ ենք ներկայացրել, որը հիմա քննարկվում է, որպեսզի երկրորդ շրջափուլում այս 200,000 դրամը փոխվի։ Դրանից կախված էլ արդեն 30, 40, 50% հավելավճարը կհաշվարկվի դրա հիման վրա եւ բնականաբար այդ թվում նաեւ տարակարգն էլ այդպես կհաշվի 50%-ը եւ դա կբերի նաեւ ավելի բարձրացման, բարձրացության, այնպես որ դա օրակարգում է ձեր նշածը եւ դուք ճիշտ եք, բայց այստեղ ես մի կարևոր բան էլ կուզեի նշել, մենք ուսուցիչների առարկայական գիտելիքի իմացությունը ստուգում ենք բացառապես դպրոցական ծրագրի շրջանակներում։
Այսինքն հիմա օրինակ երբ որ մեր որևէ ֆիզիկայի ուսուցիչ հավաքում է 100%, այդ 100%-ը վերաբերում է դպրոցական առարկայի իմացությանը, ոչ թե ֆիզիկայի իմացությանը ընդհանրապես։ Եվ ենթադրում եմ, որ երկրորդ շրջափուլում մենք պետք է մտածենք նաև այս մասին, որտեղ մենք պիտի խրախուսենք նաև մեր դպրոցում գերազանցության որոշակի մակարդակ եւ ձեր նշած հավելյալ վարձատրությունը ուղենք նաև մի բան ավել իմանալու տրամաբանությամբ։ Համաձայն եմ Տիկին Անդրեասյան, բովանդակությանը չեմ անդրադառնում, որովհետև տենց ձեր չափ գիտելիք չունեմ դրա հետ այդ մասով, բայց ուզում եմ որ չեմպիոնների խրախուսման համակարգը ավելի էական լինի, որովհետև նորից եմ կրկնում, ինքը նույնիսկ նախ այդ մարդկանց նկատմամբ մեր հարգանքը, երկրորդը ինքը համակարգը ամբողջական կունենա մի շատ ավելի ոնց ասեմ, շատ ավելի էական մոտիվացիոն շեմին ձգտելու կամ շատ ավելի մեծ շեմին ձգտելու մոտիվացիա, ինչը շատ կարևոր է։ Ես ուզում եմ որ Սթափանիվը դες դառնա պերմանենտ էլի։ Որովհետև 13 մարդ ու 700,000 տենց դրամ տենց մի քիչ կարծում եմ մտածելու բան ունենք այստեղ։ Այո, պարոն Գրիգորյան, իհարկե ունենք մտածելու բան եւ եթե խոսքը այն մասին է, որ ուսուցիչները ավելի շատ ստանան, մեր ուսուցիչները պիտի ավելի շատ ստանան, բնականաբար եւ կարծում եմ այստեղ չկա որևէ մեկը, որ հակառակ կարծիք կունենա, բայց շատ կարեւոր է, որ երբ որ կառավարությունը ներդնում էր նման ծրագրերը, դա փոխկապված էր մասնագիտական զարգացման գործընթացի հետ, ոչ թե ուղղակի վարձատրության բարձրացումը։ Չէ, ես այս մասին եմ ասում, այնուամենայնիվ տեստերով ինչ որ առանցին մարդիկ դրսևորվում են որպես տաղանդավոր եւ դա այդ տաղանդները պետք է հարգել։ Վստահաբար մեր ուսուցիչները հարգանքի մեծագույն հարգանքի արժանի են, մենք կենտրոնացանք 700,000 դրամ եւ ավելի վարձատրություն ստացողների, բայց մենք ունենք նաեւ 600,000-ից 700,000 դրամ ստացողներ, 70 ուսուցիչներ, 500,000-ից 600,000 դրամ ստանում է 220 ուսուցիչ, 400,000-ից 500,000 դրամ ստանում է 1362 ուսուցիչ, 300,000-ից 400,000 դրամ ստանում է 2952 ուսուցիչ, թվերը էապես լավարկվել են ատեստավորման վերջին փուլից հետո, պարոն Գրիգորյան, եւ այո, հավելյալ խթաններ դնելով կարծում եմ, որ կկարողանանք ընդգրկել բոլոր ուսուցիչներին, բայց կուզեմ նաեւ նշել մի շատ կարեւոր հանգամանք կամավոր ատեստավորման ներդրումից հետո ձևավորված մեր ուսուցիչների մոտ ձևավորվել է մասնագիտական ցանցեր, որտեղ այս ատեստավորմանը նրանք սովորաբար միասին են պատրաստվում։ Եվ սա ինձ համար շատ կարևոր արդյունք է, որ մենք ունեցել ենք, որտեղ երբ որ հայոց լեզվի ուսուցիչները միասին նախ ճանաչում են իրար, այսինքն հանրապետության հայոց լեզվի ուսուցիչները ձևավորում են խմբեր, միասին քննարկում են մասնագիտական հարցեր, հաճախ վիճում են մեզ հետ, օրինակ ասելով թեստում այս հարցը այսպես չպիտի գրվի, այսպես պետք է լիներ պատասխանները, բառարաններ են քրքրում, որ ապացուցեն, որ իրենք ճիշտ են, եւ այդ մասնագիտական քննարկումը ձևավորում է մի ինքնակրթության միջավայր, մասնագիտական զարգացման միջավայր, որը ինքնին այնքան կարևոր արդյունք է դպրոցներում կրթության որակի բարելավման ուղղությամբ, որ ես կարծում եմ, որ դա արդեն պետք է մեզ բոլորիս ոգևորի, այլ ավելի լավարկելու եւ նոր արդյունքներ ստանալու։ Շատ լավ, շնորհակալություն Տիկին Անդրեասյան։ Խնդրեմ հարգելի գործընկերներ կան հարցեր, առաջարկություններ։ Առաջարկում եմ հաստատել որոշում, ովքեր են դեմ չկա, որոշումն ընդունվեց։ Տիկին Անդրեասյան, բայց այդ բարձրագույն արդյունք ցուցաբերած մեր հարգարժան ուսուցիչների հարցին եկեք անդրադառնանք էլի մոտ ժամանակներում։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Պարոն Գրիգորյան, ես առաջարկում եմ այդ հարցը եւ նմանատիպ հարցերը քննարկել մեր պլանավորման գործընթացների ժամանակ, որովհետեւ մենք ունեցել ենք նախկինում նաեւ դեպքեր, որ մենք որոշումներ ենք ընդունել, հետո պլանավորման փուլում ֆիսկալ մեր հնարավորությունների հարցերն ենք քննարկել, ճիշտ կլինի այդ հնարավորությունները եւ այդ որոշումները մի տեղում
քննարկվի, Անախար դուք ճիշտ եք։ Իրականության մեջ իմ ասածը շատ պարզավ եւ հաղթահարելի է ֆիսկալ իմաստով։ Ես ասում եմ, լավ, եկեք այդ դեպքում սահմանենք ամենաբարձր բալ ստացած ամենաբարձր բալ ստացած տեստի հատուկ մոտիվացիոն համակարգ, որովհետեւ ինքը իրոք լուրջ խթան կլինի, որովհետեւ այս process-ը, որ հիմա մենք ունենք, անընդհատ ոգևորենք մարդկանց, որովհետեւ ես կարծում եմ, որ սա շատ լուրջ ու կարևոր գործընթաց է բոլորիս համար։ Ես ընդհանրապես ասում եի տարգետավորված, այսինքն թիրախային մոտիվացիոն մի հատ էլ խթան դնենք, ես չեմ ասում բյուջեն փոխենք, ես հասկանում եմ, դա պիտի անել բյուջետավորման շրջանակներում։ Իմ ասած ավելի շատ վերաբերում էր թիրախային խթանների, որով համ ցույց կտանք մարդկանց, որ սա մեր ուշադրության կենտրոնում է եւ մեր նույնպես շատ է ոգևորում այս գործընթացը, մյուս կողմից էլ բոլորը կձգտեն գնալ ամենաբարձր գնահատականի, որը այդպես պարզ մոտիվացիոն գործիք է, որը կարող են կիրառել։ Լավ, եթե ենթադրենք ֆիսկալ տեսանկյունից բարդ է պլանավորել, օրինակ կարող են քննարկել ամենաբարձր բալ ստացած տեստի ուսուցչին հավելյալ խրախուսել ինչ որ ձևով, որը որ նախարարը կառաջարկի։ Պարոն Գրիգորյան, մենք այդպիսի խրախուսման գործիքներ նույնպես ունենք, կարող ենք քննարկել այդ երկու ուղղակի գաղափարները միմյանց համադրելու, որովհետև մենք ունենք տարվա լավագույն տարբեր անվանակարգերով ուսուցիչների ճանաչման գործընթաց, այդտեղ իհարկե տարբեր բաներ ենք հաշվի առնում, հատկապես նոր չափորոշչի ինչքան հաջողությամբ են ներդնում եւ ինչքանով կարող են նաեւ մյուսներին ուղղորդել եւ օրինակ հանդիսանալ, այնպես որ ձևերը կան համակարգում, ես կարծում եմ, որ սինխրոնացման մասին եք դուք բարձրացնում հարցը, դա կարող ենք կազմակերպել։ Դե ճանաչեի ամենաբարձր բալ ստացած մեր ուսուցիչին, անկեղծ, բայց մենք ոչ մեկս չենք լսել ով է, կամ ով են այդ 13 չեմպիոնները։ Պարոն Գրիգորյան, ես կարծում եմ նախարարության կողմից մենք կառաջարկենք կառավարությանը, եթե մեր ուսուցիչները համաձայն են, հանդիպում կազմակերպենք մեր ամենաբարձր արդյունքներ ցուցաբերած եւ այժմ այս սանդղակում հայտնված ուսուցիչների հետ նաեւ մարդկանց ճանաչել։ Շատ շնորհակալություն։ Դա էլ է տարբերակ։ Շնորհակալություն, հաջորդ հարցը հարց համար 27 Պարոն Սիմոնյան, համեցեք։ Շնորհակալություն, հարգարժան պարոն Գրիգորյան, հարգելի գործընկերներ, ներկայացված որոշման նախագծով առաջարկվում է կառավարությանը հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կորպորասիոն Ամերիկա ՍԱ ընկերության միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի 5-րդ լրացմանը, որով նախատեսվում են հետևյալ հիմնական փոփոխությունները։